Հրապարակի տեղեկություններով Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստան։ Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում 3։ Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք։ Անշուշտ մեծ ցնծություն կտիրի Հայաստանում եւ Ալիևը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Այն, որ գերիների վերադարձի թեման համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, վկայում է նաև Արցախի ղեկավարությանը վերադարձողների ցանկում չընդգրկելը։ Չէ՞ որ նրանց վերադարձը կարող էր Հայաստանում ներքաղաքական մթնոլորտ փոխել եւ մեր ժողովրդի կոտրված ոգին բարձրացնել։ Հրապարակը հետաքրքրվել է, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն։ Պարզվել է ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր։ ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել։ Իսկ ինչպես են ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 քաղաքացիները, թերթը հարցրել է Արդարադատության նախարարությանը։ Ուղարկված պատասխանից պարզ է դարձել, որ այդ հարցը լուծված չէ։ Արդարադատության նախարարությունում տեղի ունեցել աշխատանքային քննարկում տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով։ Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին եւ հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն համապատասխան մարմինների համակարգմամբ, կազմակերպչական աշխատանքների իրականացման եւ անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով։ Թերթի տեղեկություններով պատկան մարմինները մի քանի տարբերակ են մտածում։ Ընտրության օրը տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր ներքին գործերի նախարարության աշխատակիցները կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց։ Վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։ Ժողովուրդը գրում է. 2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով ՊՊԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։ Էմոցիոնալ ու իրավական գործընթացներից հետո հասարակական քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Արտյուշ անունով ծառայողը, որի գործողությունները քննության առարկա են դարձել։ ՊՊԾ համակարգում նշանակվել է ծառայողական քննություն, միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին, հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։ Նա բացասական արձագանք է առաջացնում։ Հրապարակը գրում է. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր, այժմ ասֆալտապատ է։ Չինչինի կենտրոնում հավաքված նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին Նիկոլ վարչապետ վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց. ինչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը։ Մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է։ Նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։ Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, Նիկոլ վարչապետ գոռացող աշակերտները աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարևան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան։ Ժողովուրդը գրում է. ՔՊ կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը Ռուզաննա Երեմյանն է։ Պաշտոնապես նա ղեկավարում է Հակոբ Կոջոյան կրթահամալիրը, սակայն նրա գործունեությունը դատելով հրապարակային վարքագծից վաղուց դուրս է եկել կրթության շրջանակներից եւ ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։ Օրինակ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները սխալ ընտրություն են կատարել, փաստացի կասկածի տակ դնելով ընտրողների որոշումները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարը նույնպես ակտիվ է։ Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների եւ ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաեւ հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած, կրթական միջավայրը ըստ այս պնդումների վերածվում է նաեւ գաղափարական հարթակի։ Փաստը գրում է. Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփլեցուն էր։ Հպարտանում են։ Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով։ Լավ ընդունենք լեփլեցուներ, ասենք մի 30,000 մարդ կար։ Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում։ Ով էլ դա կազմակերպեր, իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն։ Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները։
երեխաները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն։ Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ։ Որևէ անվճար համերգ դեռ ոչինչ չի նշանակում։ Դա ոչ նշանակում է, որ հրապարակ եկածները Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, ոչ էլ նշանակում է, թե չեն ընտրելու։ Էլեկտորատը պետք է փնտրել այլտեղ, Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, քաղաքներում, գյուղերում, բայց ոչ համերգային հարթակներում կամ պարահրապարակներում։